Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Միացյալ Թագավորություն իր երկրորդ պետական այցով, այն անվանելով մեծ պատիվ։ Այստեղ շատ բաներ ջերմացնում են իմ սիրտը, ասել է Թրամփը, որի մայրը շոտլանդացի է եւ որը Միացյալ Թագավորությունում ունի 2 գոլֆի դաշտ։ Քաղցկեղի դեմ բուժում ստացող 76-ամյա Չարլզ Թագավորին Թրամփը ներկայացրել է որպես իմ ընկեր։ Գերտերության առաջնորդի արարողակարգային ամենաբարձր մակարդակի այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է արքայական շքեղությամբ դիմավորումով եւ անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։ Վինձորի ամրոցում Չարլզ III եւ թագավորական ընտանիքի անդամները կարգերի շարաշյունով արքայական գորգի վրա ընդունելությամբ են դիմավորել Դոնալդ եւ Մելանիա Թրամփներին։ Արարողակարգը բոլոր նրբություններով հստակ պահպանված էր՝ կարմիր գորգ, զինվորական նվագախմբի կատարմամբ Միացյալ Նահանգների օրհներգ, այնուհետև ավանդական կարգերի շքերթ, որի ընթացքում մեկ կարգում զրուցում էին թագավոր Չարլզն ու նախագահ Թրամփը, իսկ մյուսում թագուհի Կամիլան եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Այս հատուկ հարաբերությունները երկար ճանապարհ են անցել։ Ժամանակին որպես ապստամբ գաղութ Միացյալ Նահանգները զենքի ուժով անկախություն նվաճեց բրիտանական կայսրությունից, սակայն 20-րդ դարում նախկին գաղութարարն ու գաղութը դարձան անբաժան դաշնակիցներ։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հույս ունի օգտագործել արքայական շքեղությունն ու արարողակարգը ի շահ Բրիտանիայի, քանի որ նրա կառավարությունը ձգտում է ամրապնդել երկու երկրների հատուկ հարաբերությունները, խորացնել տնտեսական կապերը, ապահովել միլիարդավոր դոլարների ներդրումներ, քննարկել մաքսային սակագները։ Դաունինգ Սթրիթը հույս ունի օգտագործել այս այցի արարողակարգային փայլը հստակ գործնական նպատակներով։ Սթարմերն ակնկալում է Միացյալ Նահանգների նախագահից որոշ հանձնառություններ կորզել Ուկրաինայի եւ Իսրայելի խնդիրների շուրջ բանակցություններում։ Սակայն թագավորական ընդունելությանը զուգահեռ Լոնդոնում նաև բողոքի ցույցեր են տարատեսակ զավեշտական դրսևորումներով։ 4 մարդ է ձերբակալվել Դոնալդ Թրամփի եւ ենթադրյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի պատկերները Վինձորի ամրոցի պատին տարածությունից լուսավոր լույսերով ցուցադրելու համար։ Հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի անձը Բրիտանիայում միանշանակ չի ընկալվում։ Կանգնեցրեք Թրամփին կոալիցիայի կազմակերպած բողոքի ակցիայի անվտանգությունն ապահովելու համար մայրաքաղաքում լրացուցիչ տեղակայվել են ավելի քան 1600 ոստիկան։ Այս այցի իրական արդյունքները պարզ կդառնան միայն այն բանից հետո, երբ կարգերի շքերթը կանհետանա Վինձորյան պալատի դարպասներում եւ կսկսվեն իրական բանակցությունները փակ դռների ետևում։ Աննա Հարությունյան, Reopen Media։